Բարև ձեզ Հայեր ջան, այսօր ես կպատմեմ Հայաստանը 15-րդ դարից մինչև 17-րդ դարերի կեսը։ Նախքան անդրադառնալը, հաջորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ եւ լայքեր թողեք, որ ավելի հետաքրքիր տեղեկություններ հայտնեմ ձեզ հայոց պատմության եւ հայերիս մասին։ Շնորհակալություն դիտելու համար։ Հայոց պատմությունը մինչև 10-րդից 14-րդ դարերին մնացին որպես միջնադարյան պետականությունների անկման շրջան։ 1375 թվականին անկում ապրեց վերջին կայացած հայկական թագավորությունը Կիլիկիայում։ Հայկական լեռնաշխարհի տարածքում Զաքարյան իշխանությունը անկումից հետո հաստատվեց նախ մոնղոլական, ապա թուրքական ու պարսկական տիրապետություններ։ 1555 թվականի առաջին կեսին եւ 1639 թվականների երկրորդ անգամ Հայաստանը բաժանվեց Օսմանյան կայսրության եւ Սեֆևյան Պարսկաստանի միջև։ Ստեղծվեց մի իրադրություն եւ ոչ միայն արգելակվեց հայկական մշակույթի զարգացումը, այլև մամեդական իշխանությունների կողմից հաճախ ոտնահարումների էին ենթարկվում քրիստոնյաների տարրական մարդկային իրավունքները։ Հայաստանը վերածվել էր թուրքա-պարսկական պատերազմի թատերաբեմի, ինչը գնալով ամայացնում էր երկիրը։ Այդ պատերազմները ուղեկցվում էին բռնի տեղահանություններով, որոնցից ամենամեծը կատարվեց 1604 թվականին Շահ Աբբասի կողմից։ Արևելյան Հայաստանից Կարսից գյուղա ձգվող տարածքներից բռնագաղթի ենթարկվեցին եւ Պարսկաստան տեղափոխվեցին շուրջ 300,000 հայ։ Հայ ազնվական դասը, որը փաստորեն երկրի տարրերի խավն էր, դարեր շարունակ թուլացվում եւ ոչնչացվում էր թշնամու տիրությունների կողմից։ Հայկական նախարարական տները աստիճանաբար ոչնչացումը տվեց իր բացասական արդյունքը։ Հայաստանում որպես կղզիական մնացին մի քանի կիսանկախ իշխանություններ։ Թագավորության անկումից հետո շուրջ 50 տարի հայ իշխանությունը փորձում էին այն վերականգնել Կիլիկիայում, սակայն հաջողություն չունեցան։ 1465 թվականը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սմբատ Արցունի Սեֆեդինյանը օծվեց հայոց թագավոր, սակայն այդ թագավորությունը, որ տարածվում էր Աղթամար կղզու եւ առափնյա մի քանի գյուղերի տարածքների վրա, չկայացավ որպես պետություն եւ 1471 թվականից հետո այլևս չի հիշատակվում։ Դա փաստորեն հայոց թագավորության վերականգնման վերջին փորձն էր, որը ձախողվեց։ Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին դարձավ ազատագրական շարժման գլխավոր դրոշակիչներից մեկը։ Մեզ են հասել մի շարք տեղեկություններ եկեղեցու առաջնորդների հրավիրած ժողովների ու գործունեության մասին, որոնք նպատակ ունեին հասնելու Հայաստանի ազատագրմանը քրիստոնյա մեծ տերությունների աջակցությամբ։ 1547 թվականին Էջմիածինում կաթողիկ Ստեփանոս Ե. Սալմաստեցին գաղտնի ժողով հրավիրեց նվիրված Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ։ 1548 թվականին նրա գլխավորած պատվիրակությունը ուղարկվեց Եվրոպա եւ երկարատև ու ապարդյուն բանակցություններից հետո 1551 թվականին վերադարձավ հայրենիք։ 1562 թվականին կաթողիկոս Միքայել Ա. Սեբաստիացին Սեբաստիայում գաղտնի խորհրդաժողով հրավիրեց։ Որոշվեց Եվրոպա ուղարկել նոր պատվիրակություն Աբգար Եվդոկացու Թոխաթեցու գլխավորությամբ, որի բանակցությունները Վենետիկի հանրապետության եւ Հռոմի պապի հետ դրական արդյունք չտվեցին։ 1575 թվականին Եվրոպա մեկնեց եւ Հռոմի պապի, Վենետիկի դոժի եւ Լեհաստանի թագավորի հետ
բանակցեց հայոց Թադեոս կաթողիկոսը։ Նույն թվականին Սիսի կաթողիկոս Խաչատուր Բ. Զեյթունցին օգնություն խնդրանքով դիմեց Հռոմի պապին։ 1584 թվականին կրկին Հռոմի պապին դիմեց Սիս հաջորդ կաթողիկոս Ազարիա Ա. Ջուղայեցին։ Ուշագրավ է, որ այս բանակցությունների ժամանակ հայոց հայրապետը երբեմն համաձայնել էր անգամ կաթոլիկություն ընդունելու Հռոմի պահանջի համաձայն, ինչը ևս ոչինչ չտվեց Հայաստանի ազատագրության գործին։ Ապարդյուն դեգերումներից Արևմուտք ժամանակավորապես թուլացրեց հայ ազատագրական շարժումը։ Այն կրկին աշխուժացավ միայն 17-րդ դարի կեսին, Վենետիկի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև մղված Կրետեի պատերազմի շնորհիվ։ 1645-1669 թվականներին հետ կապված ակնկալվում էր այն վերածել Թուրքիայի դեմ համաեվրոպական պատերազմի։ Մշակույթը։ Դարեր տևած օտար բիրտ տիրապետությունը Հայաստանում ստեղծվեց անտանելի վիճակ։ Տեղի ունեցավ մշակութային կյանքի համընդհանուր անկում։ 15-րդ դարում դադարեց գործել միջնադարի հայկական վերջին Տաթևի համալսարանը։ Հայ մշակույթի սակավաթիվ օջախներ գտնվում էին Հայաստանից դուրս։ Դրանով հանդերձ քննարկվող ժամանակաշրջաններում ստեղծվեցին մշակույթի մնայուն արժեքներ։ 1512 թվականին Հակոբ Մեխապարտի ջանքերով Վենետիկում սկզբնավորվեց հայկական տպագրությունը։ Հայերեն տպագրվեցին առաջին գիրքը ուրփաթագիրքն է։ Հակոբ Մեղապարտի մահից հետո 1567 թվականին հայ տպագրության գործը շարունակեց Աբգար Եվդոկացին։ Տպարանը Վենետիկից փոխադրելով Կոնստանդնուպոլիս։ 17-րդ դարի հայկական տպարանները բացվեցին Լվովում, Վորոնյայում և Նոր Ջուղայում։ Հայոց հողի վրա կաթողիկոս Սիմոն Երևանցու ջանքերով առաջին տպարանը հիմնվեց միայն 1771 թվականին։ Տպագրության ասպարեզում կարևոր էր Թովմա Մեծովփեցու 15-րդ դարի աշխատությունները, որում նկարագրվում էր Լենգթեմուրի արշավանքների արհավիրքները։ Առաքել Դավրիժենցին 16-17-րդ դարերի պատմության էջերում ներկայացվող 1602-1662 թվականների Հայաստանի պատմությունը։ 17-րդ դարի առաջին կեսին պատմությունը ներկայացնում է Գրիգոր Դարանաղեցու ժամանակագրություն և Զաքարիա Քանքեռացու աշխատություններում։ Իր ժամանակի հանրագիտարան մտածողներից էր պոլսահայ Երեմիա Փիլիպպի Քեմուրջյանը (17-րդ դար), որը թողել է պատմագրության գերականական, գրական, հրապարակախոսական և այլ աշխատանքներ։ Նոր Ջուղայում հայտնի է Սիմոն Ջուղայեցին 16-17-րդ դարերում իր տրամաբանություն և քերականություն երգերով։ Գրականության բնագավառում շարունակում էին կազմել տաղարան և աղվեսագիրք կոչվող ժողովածուները, որոնք ամփոփում էին աշխարհիկ գրականության նմուշները, բնույթ, սիրո, գեղեցկության, արդարության և պանդխտության թեմաներով բանաստեղծություններով։ Հայտնի էին Մկրտիչ Նախշյանը (15-րդ դար), Գրիգորիոս Աղթամարցին (16-րդ դար), բոլոր ժամանակների մեծագույն սիրերգակներից և բանաստեղծ Նահապետ Քուչակը (16-րդ դար)։ 15-17-րդ դարերում գրվում են մի շարք
Ուեգրությունը վերածվում է հայ գրականություն ինքնության ժանրից մեկը։ Բժշկության մեջ հռչակավոր էր Ամիդովլատ Ամասեցին 15-րդ դար, որ թուրք սուլթանի անձնական բժիշկն էր։ Նրա բժշկական աշխատությունները գրվել են պարզ ժողովրդախոսակցական լեզվով։ Կենդանիների բժշկության բնագավառում կարևոր աշխատանք է կատարել Աբրահամ Կոստանդնուպոլսին 17-րդ դար։ Որոշակի նվաճումներ են արձանագրվում մանրանկարչության և գորգագործության բնագավառներում։ Անշեղորեն զարգանում է խաչքարագործությունը, կառուցվում են ճարտարապետական նոր հուշարձաններ, որոնց մեջ մեծ թվով են կազմում եկեղեցիները և կամուրջները։ Պարսպապատվում են բազմաթիվ եկեղեցիներ։ Հայ ճարտարապետները գլուխգործոցներ են ստեղծում նաև օտար երկրներում։